Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Աշխարհում մարտահրավերները շատ են եւ Վրաստանը չի կարող անտեսել դրանք, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ։ Վրաստանի վարչապետի խոսքով երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ներդրումն ունենալ Վրաստանի ամրապնդման գործում։ Անդրադառնալով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Կոբախիձեն նշել է, որ վերջին 4 տարիների ընթացքում երկրում հեղափոխության 5 փորձ է եղել։ Վարչապետը հավելել է, որ երկրի պետական անվտանգության ծառայությունը, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունն ու բոլոր իրավապահ մարմինները մոբիլիզացված են ցանկացած տեսակի հանցագործություն կանխելու համար։ Իրակլի Կոբախիձեն նաև անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի Վրաստան սպասվող այցին։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարևոր ու արժեքավոր է Թբիլիսիի համար։ Մեզ համար շատ կարևոր էր, որ ԵԱՀԿ ԺՀՄ-ի հրապարակեց ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն եւ դրա պատճառով ԵԱՀԿ-ն հարձակման ենթարկվեց ոչ միայն երկրի ներսում արմատական ընդդիմության, այլև նրանց արտասահմանյան հովանավորների կողմից։ Կոբախիձեի խոսքով Վրաստանի նպատակն է շարունակել եւ ել ավելի ակտիվացնել այդ համագործակցությունը։ Վրացական երազանք կուսակցությունը մշակել է օրենսդրական նոր փաթեթ, որը կոչված է խստացնելու պատիժները հանրահավաքների մասնակցության կանոնները խախտելու համար, հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալյան։ Եթե ցույցի մասնակիցը դիմակով ծածկի դեմքը, ունենա արդյունքաբեր կամ թունավոր նյութ, ինչպես նաև փակի ճանապարհը կամ կոնստրուկցիաներ տեղադրի երթևեկելի հատվածում, ապա առաջին անգամ նա վարչական կալանքի կենթարկվի 15 օր ժամկետով, իսկ եթե իրավախախտը կազմակերպիչ լինի, ապա 20 օր ժամկետով։ Բացի այդ, եթե ցուցարարը մասնակցում է ակցիայի, որը ներքին գործերի նախարարությունը պահանջել է դադարեցնել, ապա կպատժվի վարչական կալանքով 60 օր ժամկետով։ Այդ կանոնների կրկնակի խախտումը 1 տարվա ընթացքում նախատեսում է 1 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը եւ յուրաքանչյուր հաջորդ անգամը 2 տարվա ազատազրկում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների համանախագահությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովին, որի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Թուրքիայի եւ Կատարի ղեկավարները։ Կողմերը նշել են, որ հավատարիմ են խաղաղության, անվտանգության եւ հավաքական բարգավաճման ամբողջական տեսլականին, որը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ ճակատագրի ընդհանրության զգացողության վրա։ Նրանք ողջունել են Գազայի հատվածում խաղաղության հաստատման գործում առաջընթացը եւ նշել, որ հանձնառու են աշխատել միասին այդ ժառանգության պահպանման ուղղությամբ։ Թուրքական պատվիրակության կազմում են եղել նաեւ արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը եւ այլ պաշտոնյաներ։ Թուրքիայի նախագահն իսկապես շատ օգնեց Գազայում հրադադարի հասնելու հարցում, հայտարարել է Դոնալդ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Ռեջեփ Էրդողանը մեծ հարգանք է վայելում։ Նա ունի ուժեղ պետություն եւ շատ հզոր բանակ, ավելի հզոր, քան ներկայացվում է։ Նա ոչ մի վարկ չի խնդրում, ոչինչ չի խնդրում։ Նա իմ ընկերն է, երբ ինձ պետք էր, նա իմ կողքին էր։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Էրդողանը կարող է առանցքային դերակատարում ունենալ նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում։ Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է թուրքական պետությունների քաղաքացիների աշխատանքի հնարավորությունը։ Այժմ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան աշխատել եւ ձեռներեցությամբ զբաղվել Թուրքիայում առանց քաղաքացիություն եւ թույլտվություններ ստանալու անհրաժեշտության։ Բացառություն է կազմում բանակում եւ ուժային կառույցներում ծառայությունը։ Որոշումն ընդունվել է Գաբալայում թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ ղեկավարները պայմանավորվել են խորացնել տնտեսական ինտեգրումը եւ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների երրորդ եռակողմ հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան եւ Պակիստանի ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Խորհրդարանների նախագահները կարևորել են երկրների ու խորհրդարանների միջև բարձր մակարդակի հարաբերությունները, համոզմունք հայտնել, որ հանդիպումը հզոր ազդակ կհաղորդի եռակողմ խորհրդարանական համագործակցության
համագործակցության նպատակների եւ խնդիրների իրագործմանը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է Իսլամաբադի հռչակագիրը։ Գաֆարովան նշել է, որ այն ընդգրկում է 3 երկրի միջև հարաբերությունների բոլոր ուղղությունները եւ արտացոլում է տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ կողմերի ընդհանուր տեսակետները։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբը հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման միջոցառումների ծրագրի մշակման համար։ Այդ մասին նշված է տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ավարտին հրապարակված կոմյունիկեում։ Ընդգծվել է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա ավելացնելու եւ բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճ ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին 3 ամսվա ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման համար։ Ընդգծվել է տարածաշրջանի տարանցիկ ներուժի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ու դիվերսիֆիկացման, ենթակառուցվածքների ընդլայնման ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են նաև ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Տեխնիկական մակարդակով կշարունակվի Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջև էլեկտրական ցանցերի միացման նախագծի շուրջ քննարկումը։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքվում տեղի ունեցած Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպումը տարածաշրջանում համակարգման կարևոր մեխանիզմ է։ Էսմայիլ Բաղային նշել է, որ հանդիպման ձևաչափը գոյություն ունի տարածաշրջանային այլ հարթակների հետ միասին եւ ուղղված է տնտեսության, առևտրի ու անվտանգության ոլորտներում դիրքորոշումների համաձայնեցմանը։ Նրա խոսքով հանդիպումը ցույց է տալիս, թե Իրանն ու հարևանները որքանով են գնահատում կայունության ու անվտանգության ամրապնդումը համագործակցության միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան։ Թրամփի խոսքով Իրանը չի կարող գոյատևել ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ, որոնք նա բնութագրել է որպես չափազանց կոշտ։ Եթե հարված չհասցնեինք միջուկային ծրագրին, չէինք կարողանա կնքել այդ անհավանական գործարքը, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա համոզմունք է հայտնել, որ հնարավոր կլինի պայմանավորվել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ նախ պետք է զբաղվել Ռուսաստանի հարցով։ Եգիպտոսում կայացած խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է միջոցառմանը հրավիրված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը։ Երբ առաջին անգամ հանդիպեցին Կովալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ այժմ նստած են միասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերն արդեն հաշտվել են։ Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի արձանագրած առաջընթացը։ Այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերում։ Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը եւ նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը եւ նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան համարում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է։ Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն։ Այդ որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, աջակցել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղված նրանց ջանքերին, ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Լոնդոնը ուշադիր հետևելու է տարածաշրջանային եւ ներքին անվտանգության իրավիճակին։ Մեծ Բրիտանիան նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Երևանի ու Բաքվի, Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ այլ գործընկերների հետ, կառուցողական եւ ակտիվ դեր խաղալու բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում։
Բաքվում կայացել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը, որոնք ընդգրկված են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի օրակարգում, ներառյալ արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ առողջապահության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործման, փոխադարձ կապերի հետագա ընդլայնման եւ համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հարցերի շուրջ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։